Զրուցում ենք Համահայկական ճակատ կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, խնդրում եմ նախ խոսեք այսօրվա խորհրդի մասին ու նաև խնդրում եմ ասեք, թե հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների այսքան հաջող ընթացքը ինչով է պայմանավորված։ Նախ շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության ժողովրդին իրանց օրվա կապակցությամբ, սկսեմ մեր ղեկավարությունից, հետո նոր անցնենք մնացածը, քանզի մի քանի օր առաջ Նովրուզ Բայրամներ մեր վարչապետը ճակերտավոր արագ հրատապ շնորհավորանք էր ուղղել Ադրբեջանի ժողովրդին Նովրուզ Բայրամի հետ կապված։ Այսօր մեր բարեկամական երկրի տոնն է։ Ոչ մի շնորհավորական ուղերձ իրանց ես առավոտվանից հետևում եմ մամուլին չեմ տեսել։ Երկրորդը, մենք խոսում ենք հայ-ռուս բարեկամության մասին ու բոլորը մեղադրում են ռուսներին դավաճանության, չգիտեմ, անտարբերության հարցում։ Ներկապային ես մի քանի անգամ ասել եմ, հայ-ռուս բարեկամությունը ամենաառաջինը մենք պետք է շտկենք մեր ապրելակերպը, ճիշտ պահվածքը եւ մոտեցումը դեպի մեր բարեկամական երկրին։ Հետո նոր պահանջենք իրանից փոխադարձ հարգանք։ Համահայկական ճակատ կուսակցությունը եւ համահայկական ճակատ շարժումը, որը ղեկավարում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, նախկին պաշտպանության նախարար, միշտ հակված ենք հայ-ռուս բարեկամության ամրապնդման, զարգացման կապակցությամբ, նաեւ ինչու՞ չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները, քանզի Հայաստանի Հանրապետության տարածաշրջանում 3 պետությունն է, Հայաստանն է, Ռուսաստանն է, Իրանն է, որոնք որ հետաքրքրված են այս տարածաշրջանով։ Մնացած բոլոր երկրներին չի հետաքրքրում։ Օրինակ Եվրոպայից Տովյոկլարը Թուրքիայում էր գտնվում եւ ասեց, որ տարածաշրջանում պետք է լինի Թուրքիան որպես տեր։ Ես խեմ սենց տարբեր ֆրազաներ ասում, որ հասկանալի լինի ժողովրդին, որ մենք պետք է մեզ շտկենք, հետո նոր սկսենք հայ-ռուս բարեկամության մասին խոսել։ Եթե մենք մեզ պահենք ճիշտ, մենք մեզ պահենք որպես ընկեր, մենք չդավաճանենք, մենք չհարվածենք մեր ընկերոջը, մեր ընկերը փոխադարձ հարգանքով կվերաբերվի մեզ։ Մենք այսօր առավոտվանից գտնվեցինք երկու քույրերի, հայ եւ ռուս քույրերի հուշարձանի մոտ, հարգանքի տուրք մատուցեցինք մեր բարեկամության դարեր շարունակ մեր բարեկամության հետ կապված, նաև գտնվում ենք մի շատ հրաշալի վայրում, որտեղ հայ եւ ռուս զինվորականները ուսուսին, ֆիդայիներ, զինվորականներ ուսուսի տված պաշտպանել են Հայաստանի Հանրապետության տարածքը պարսիկների հարձակումից։ Շատ մարդիկ չգիտեն եւ չեն գիտակցում, որ մենք այս Հայաստանում որ ապրում ենք, սա մեզ նվիրաբերված Հայաստան է, սա ռուսի վաստակած Հայաստանն է և տված մեզ, մենք ռուսամետ չենք, ժողովուրդ, մենք ռուսամետ կուսակցություն չենք, մենք ռուսամետ շարժում չենք, մենք հայկական կուսակցություն ենք, հայկական շարժում ենք, բայց մենք գնահատում ենք մեր բարեկամներին և ավելի իրական բարեկամ, ավելի իրական գործընկեր, մենք դա ասում ենք Ռուսաստանի և Իրանին։ Խնդրում եմ նաև Արման Բաբաջանյանի հայտարարության մասին խոսեք, նա նշել էր, որ ցանկացած ռուս պաշտոնյա, եթե գա Հայաստան, նրանք ակցիաներ կկազմակերպեն դրա դեմ։ Հիմի անսեմ Արման Բաբաջանյանին անձամբ, ես խոստանում եմ, որ ցանկացած ակցիա, որ կազմակերպեն իրանք ռուս պաշտոնյայի դեմ, մենք հակա իրանց կանենք ակցիա։ Այս մարդիկ պետք է հասկանան, մենք ոչ մեկի դեմ չենք, մենք բարեկամանալու ենք բոլորի հետ, բայց Արման Բաբաջանյան, Խզմալյան, ընդե Խուրշուդյան, սենց կարամ թվարկեմ, իրանցից ոչ մի բան չներկայացնող մարդիկ են, եթե իրանք ուզում են, օրինակ Խուրշուդյանը իմ հասցեին անցած անգամ, չգիտեմ, իր ֆեյսբուքյան պատին ինչ-որ գրառում էր գրել, նույնը Բաբաջանյանն էր գրել, ես քմծիծաղով եմ վերաբերվում այդ ամենին, ինչի համար, որովհետև իրանք չունեն այդ անցածը, ինչու մենք ունենք,
Նրանք չունեն հայրենիքի համար այդքան արած, ինչքան մենք ունենք։ Դրա համար նման թուրիմացությունների մասին չեմ ուզում խոսամ, նաև այ ասացված կա, չէ, ասում է գողը շուտ գոռում է, գողը բռնեք, որ իրան չանվանեն գող։ Նույնը իրանք էլ, նույն գրանտներով, նույն չգիտեմ ինչերով, հելնում միտինգներ են անում, հելնում գոռում են Եվրոպա, չգիտեմ, ռուսը մեր թշնամին է եւ այլն։ Խիեք սրուն իրավիճակը, հարգելիներս։ Նախ հարգանքով էլի դիմեն, մարդիկ պետք է գոնե մի քիչ գիտակցեն։ Նույն այս մեր կառավարությանը, եթե նայում եք մինչև իրանց կառավարության գալը, արտաքին գործերի նախարարը ցույցերի ժամանակ Պուտինի հրաժարականներ պահանջում։ Եվ այսօր սենց լայն ժպիտով ասում է մենք պետք է մեր բարեկամությունը ամրապնդենք։ Ոնց կարաս դու, եթե ի սկզբանե քեզ արմատային լցված արևմտյան հովանավորչությամբ դու եկել ես, դարձել ես իշխանություն, Ադրբեջանի փողերով, քանի անգամ հրապարակվեց, որ 18 թվականին 21 միլիարդ դոլար Ադրբեջանից փողա փոխանցվի Հայաստան։ Ուր է այդ գործերը, ով է վերանայ, ով է հետաքննե, ով է բացահայտ է, մինչև այսօր փաստ գոյություն չունի, փոխանցվել է դեպի Հայաստանի Հանրապետություն, ուր է գնաց այդ փողերը, ում համարածառայ չկա, հետո մեզ են ասում, ռուսի փողով հելեն են բանել անում։ Ախր ամոթա ժողովուրդ, սաղի մասին անգիր գիտենք, մեզ ինչ ինֆորմացիա պետք է, մենք գիտենք, իրանց անձնականներ, իրանց կենսագրություններ, իրանց ապրածներ, հենց հիմա իրանք ինչ են անում դա էլ գիտենք, պրոստը դա մեր մակարդակը չի, որ իջնենք հասնենք իրանց մակարդակին։ Այսպիսով մենք կարող ենք ասել, որ որքան էլ կառավարությունը փորձում է հակառուս քաղաքականություն վարել, միևնույն է հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բարի դրացիական։ Անպայման մնալու են եւ ավելի խորանալու են, այսօր դուք առավոտից մեր հետ էիք, տեսակ ռուսական դրոշներով մեքենաները ամբողջ քաղաքում պտտվում էին, ժողովրդի արձագանքը նկատեցիք, նեն չի որ ժողովուրդը ուզում է եւ թույլ չեմ տալի կառավարությունից սկսած էլի, որ հելում են ժողովրդի անունից բան են խոսում, Արման Բաբաջանյան, Խզմալյան այդ բանը, Խուրշուդյան, իսկի դրա ազգանունը չեմ հիշում, մեկ եմ հիշում, որ հելում ժողովրդի մասին, ժողովրդի անունից կարծիք են արտահայտում։ Ես իմ անունից թույլ չեմ տվել, որ ինչ որ մեկը հայտարարություն անի։ Ես չգիտեմ դուք թույլ եք տվել թե չէ, ես թույլ չեմ տվել։ Ես այս Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Մի քաղաքացի, իմ հետ կան բազում այսենց իմ գաղափարակից ընկերները, որոնք որ թույլ չեն տվել, իրանք ինչ որ Ռուսաստանի մասին վատ արտահայտվեն, մեր բարեկամության մասին վատ արտահայտվեն։ Հասկանում եք, ցավը դա է, ով հելնում է ժողովրդի անունից է խոսում։ Ախր դուք ժողովրդի հետ վերջի անգամ երբ եք հանդիպել։ Որ ժողովրդի մասին է խոսքը, այն ժողովրդի, որը որ այսօր չգիտես իրանք հայ են թե ինչ ազգ են, այդ ժողովրդի մասին է խոսքը։ Նոր ասեցի, Փաշինյանը շնորհավորել է Նովրուզ Բայրամը։ Դա ինչ ասում, իսկ այսօր մեր դաշնակցի, դարավոր դաշնակցի տոնն է, Ձեն Ռասիի տենց է կոչվում։ Շնորհավոր լսել եք դուք, լրատվամիջոց եք, ինչ որ միտեղից, կառավարությունից, չգիտեմ, վարչապետից, ազգային ժողովի նախագահից, արտգործ նախարարությունից, բացարձակ քար լռություն, որ ասում ենք, այս մարդիկ Ադրբեջանի հլու հնազանդ ծառաներն են, մարդիկ մեզ վիրավորում են, բայց քայլերը ցույց է տալի, այդ վիրավորողներին էլ կասեմ, ուսումնասիրեն իրանց, չգիտեմ, կումիր ասեմ, չգիտեմ, իրանց առաջնորդ ասեմ, իրանց Եվովայի վկա ասեմ, թող էջերը ուսումնասիրեն, նոր սկսեն